Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Այդ անտարբերություն կոչված, որ անընդհատ խոսվել է, անտարբերություն, ես որ չեմ համարել անտարբերություն, այլ մարդկանց ուղղակի սեփական այս կյանքը պաշտպանելու այս տարաբնույթ հարձակումներից եւ թունավորումներից ելք չգտնելու իմաստով փորձելու ինքնապաշտպանվել եւ դա մենք որակել ենք անտարբերություն։ Եվ այդ հպարտ քաղաքացի լինելու հանգամանքով կամ հպարտության մեղքով է սնել, որպեսզի անձը դառնա կենտրոնական մարդը, ինքն իրեն չկարողանա իսկապես գնահատել, խորքային գնահատել, ճանաչել եւ հայտնվել այլ տիրույթում, եւ այնտեղ կործանումը անխուսափելի է։ Ինչ որ արել է այս չարիքը, ուղղակիորեն։ Մեզ մեր Տերը բոլորովին հակառակի մասին է խոսում։ Ով ցանկանում է իր անձը փրկել, այն կկորցնի։ Իսկ ով ցանկանում է իր անձը գտնել, իմ ետևից գալ, պետք է ուրանա, խաչը վերցնի, ինքնազոհաբերության, իր այսպես մեղքերի, իր անձնակենտրոնության ուրացման մասին խոսելով։ Եվ այո, ով ուզենա փրկել իր անձը, այն կկորցնի։ Իսկ ով կորցնի իր կյանքը, ինձ համար կշահի։ Արժեքի մասին է, ինչպես միշտ ասել ենք, բարձրագույն արժեքի մասին, սկզբունքների մասին, գաղափարի մասին, որ սրանք որևէ ձևով կոմպրոմիս չունեն, զիջում չունեն, հակառակ պահանջում են հավատարմություն, նվիրում, անկախ նրանից, թե ինչ կորուստներ կունենաս կյանքում, կենցաղում, ունեցվածքի, թե այլ կերպ, աշխատանքի եւ այլն։ Մի առիթով ասել եմ ես, մեր տղաները իրենց կյանքը ընծայեցին, մենք այսօր վախենալու չենք, որևէ կերպով մտահոգվելու չենք, թե մեր աշխատանքը կամ ունեցվածքը կկորցնենք, որովհետև մեր լինել եւ չլինելու հարցն ենք մենք լուծում։ Եվ այդ ջրբաժանի մեջ են կանգնած, ուղղակիորեն, թե արտաքին սպառնալիքներով, թե ներքին, հատկապես ներքինի մասն է մտահոգությունը եւ խոսքը ներքին սպառնալիքները, որոնք գալիս են ոչնչացնելու եւ ամբողջությամբ ջնջելու մեր կյանքի ներդաշնակությունը, տրամաբանությունը, մեր ներքին խաղաղությունը եւ վերջապես մեր հաշտությունը, սերմանելով թշնամություն, ատելություն, քաոս, անվստահություն մեկը մյուսի նկատմամբ եւ այդպիսով մեր մտքերը, հոգիները եւ ընդհանրապես հանրությունը դարձնելով կառավարելի։ Եվ սա այսօրվա չարիքի իշխանության գործն է, չարիքը այլ կերպ չի կարող լինել։ Եվ ուղղակիորեն դրանք նշաններն են փաստելու համար, թե մենք ինչ բնույթի իշխանության հետ գործ ունենք։ Ես այս մասին քիչ հետո այս մասին խոսեմ քիչ հետո եւ կանդրադառնանք անշուշտ, որովհետեւ մի շատ նշանակալից արտահայտություն է արել չարիքը, ասելով, որ կադրեր չկան մեր երկրում։ Դրա մասին կխոսենք քիչ հետո, բայց մինչ այդ ուզում եմ նաև շատ հստակ կերպով ասել, որ մեր Տերը ինչպես նշում է, ինչ կշահես, եթե ամբողջ աշխարհը ունենաս, շահես ամբողջ աշխարհը, ինչ կունենաս, բայց քո անձը եւ քեզ կորցնես։ Ոչինչ չես շահելու։ Ոչ ունեցվածքդ, ոչ պաշտոնդ, ոչ գործդ, ոչինչ, բացարձակ ոչինչ։ Եվ եթե չունենաս գաղափար, սկզբունք, եւ նաեւ այդ գաղափարն ու սկզբունքները գործադրելու կամք, ժողովուրդ ջան, շատ հաճախ, եթե չասեմ ընդհանրապես, մենք փորձում ենք այդ գաղափարներն ու սկզբունքները հարմարեցնել մեզ, ճշմարտությունն ու արդարությունը հարմարեցնել մեզ եւ ոչ թե խոսել բացարձակի մասին, այդ հետևից գնալու մասին, սեփական անձ ուրանալու մասին, չվախենալու դրանից, ունեցվածքը, այո ունեցվածքը կորցնելու մասին, ի խնդիր այդ մեծ ճշմարտության եւ արդարության գաղափարի եւ հաղթանակի։ Վախենում ենք եւ վախենալով անդր սկսում են բազմաթիվ պատճառաբանություններ։ Բազմաթիվ։ Ես ասել եմ մի առիթով, պատմությունը մեզ չի ներելու, ժամանակները չեն ներելու ինձ եւ ձեզ։
չեն ներելու, չեն ասելու, որ դու սրա պատճառով, նրա պատճառով, այս ինչ հանգամանքով, այն ինչ հանգամանքով եւ այլն չարեցիր այն ինչ որ պիտի անեիր։ Չի արդարացնելու ոչ մեկին։ Ոչ ոք չի արդարանալու պատմության եւ ժամանակի եւ էլ չասեմ Աստծո դատաստանի դիմաց, չի արդարանալու։ Սերունդներն են մեզ դատելու, ժամանակն է մեզ դատելու։ Կամ մեզ ասելու են, որ այո, այս մարդիկ սխրանքն ու հերոսությունն ունեցան ճեղքելու այդ խավարը եւ լույսի հետևից գնալու, ուրանալով իրենց անձը, ամեն ինչ մի կողմ թողնելով գերագույն նպատակի եւ շահի համար, կամ ասելու են, որ սրանք դարձան ուղղակիորեն ենթարկված ժամանակի ճնշումներին, վախերին, սպառնալիքներին եւ այլն թելադրանքներին ու մեզ ինչ ժառանգություն թողեցին, ինչ կտակ թողեցին, ինչպիսի երկիր, ինչպիսի ժողովուրդ, ինչպիսի նկարագիր։ Այո, այդպես է լինելու։ Հեռու թող չթվա դա։ Մեր աչքերի առջևը հենց հիմա մեր աչքերի առջևը, մեր կյանքի մեջ ուղղակի Արցախ աշխարհը, որ այսօր այլևս չի գտնվում մեր ուղղակի խնամքի ներքո։ Էլ չասեմ մեր որպես հայրենիք կորուստի մասին, այս պահին, այո, ես շեշտում եմ այս պահին։ Եվ այս մասին է խոսում նաև իմաստունը, Սողոմոն իմաստունը, ասելով հետևյալը. արդարությունը անմահ է, իսկ ամբարիշտները ձեռքով ու խոսքով կանչեցին մահը, բարեկամ համարեցին նրան, հալումաշ եղան եւ դաշին կնքեցին նրա հետ, մահվան հետ դաշին կնքեցին։ Ուստի եւ իսկապես արժանի են նրան բաժնակից լինելու, սակայն արդարությունը անմահ է, արդարությունը, ինչպես շատ հաճախ ասում են, չի մահանում, այստեղ Սուրբ Գիրքն ասում է անմահ է, ոչ թե չի մահանում, բայց ամբարիշտները մահ բերեցին, կործանում բերեցին իրենց ձեռքերով եւ իրենց գործերով եւ դաշին կնքեցին, հալումաշ եղան, դաշին կնքեցին մահվան հետ եւ բաժնակից եղան նրան։ Ցավոք սրտի դաշին կնքելով մեզ եւս բաժնակից դարձրել են ամբողջական հավաքական իմաստով եւ այդ ամբողջ պատմության մեջ մենք դարձել ենք մահվան հետ դաշնակցած եւ մահվանը բաժնակից դարձած մարդիկ եւ սրա մասն է որ մենք գիտենք արդարության մասին, մենք գիտենք ճշմարտության մասին, մենք գիտենք թե որն է արդարությունը, որն է ճշմարտությունը